Բարև ձեզ սիրելիներս, եղիր ակտիվ ապրիր առողջ ծրագրի շրջանակներում ես ավարտում եմ իմ տեսանյութերի շարքը եւ ավարտական տեսանյութը լինելու է իդեալական քաշի հիմնական գաղտնիքները թեմայով։ Եվ այսպես ամենաառաջին գաղտնիքը, որն է մարմնի ճիշտ քաշը։ Շատերը այս հարցը տալիս են, ինչպես որոշել, որն է մարմնի իդեալական քաշը, որպեսզի նպատակ ունենալ քաշին հասնել։ Պետք է խոստովանեմ, որ հին պատկերացումները իդեալական քաշի մասին արդեն վերացել են։ Բոլոր բանաձևերը, երբ հասակից հանվում էր 100, 110 եւ այլն, դրանք բոլորը հնացել են եւ երևի թե արդեն տեղյակ եք, որ մարմնի զանգվածը ինչպես է արտացոլվում, ինչպես է կապվում առողջության հետ, որոշվում է մարմնի զանգվածի ինդեքսի բանաձևով։ Հիմա առաջին գործողությունը, որ պետք է անել, պետք է որոշել մարմնի զանգվածի ինդեքսը, որը մարմնի քաշն է կիլոգրամներով, բաժանած մարմնի հասակին մետր քառակուսիով։ Եվ այսպես սիրելիներս, հիմա հաշվում ենք մարմնի զանգվածի ինդեքսը, այնպես ինչպես տեսնում եք մեր էկրաններին։ Հաշվում ենք մարմնի զանգվածի ինդեքսը երիտասարդի համար, որը ունի 70 կիլոգրամ քաշ, եւ ասենք 1 մետր 75 սանտիմետր հասակ։ Դրա համար քաշը 70 կիլոգրամը բաժանում ենք հասակի քառակուսու մետրերով, այսինքն 70-ը բաժանում ենք 1 անգամ 75 անգամ 1 անգամ 75-ի։ Որպես արդյունք ստանում ենք մարմնի զանգվածի ինդեքսը, որը մեր այս երջանիկ երիտասարդի համար 22.6 է։ Ինչու երջանիկ, որովհետև երբ մարմնի զանգվածի ինդեքսը 20-ից մինչև 24.9 է, համարվում է նորմալ։ Այն դեպքում, երբ մարմնի զանգվածի ինդեքսը 20-ից ավելի ցածր է, համարում ենք, որ տվյալ անհատը ունի թերքաշ, այսինքն նրան պետք է հակառակը քաշը ավելացնել։ 25-ից մինչև 29.9 մարմնի զանգվածի ինդեքսի դեպքում արկա է գերքաշ, իսկ 30-ից բարձր սկսում է ճարպակալում իր 3 աստիճաններով։ Եթե դուք այն անհատներից եք, որոնք երջանիկներից եք, որոնք ունեն նորմալ մարմնի զանգվածի ինդեքս, խնդրում եմ նպատակ դրեք ուղղակի քաշը միշտ պահել մոտակա 10 տարիների ընթացքում կայուն։ Եթե ավելորդ է ձեր քաշը, սկսեք գործողությունները խելամիտ իհարկե քաշը կառավարելու, իջեցնելու նպատակով։ Երկրորդ հիմնական գաղտնիքը հենց այս քաշը կառավարելուն է վերաբերվում։ Շատերը որոշում են, որ եթե հանկարծ ունեն, որոշում են մի օր, որ հանկարծ ունեն ավելորդ քաշ եւ սկսում են արագ իջեցնել քաշը։ Քաշի իջեցումը պետք է լինի քաշի 10%-ի իջեցում 6 ամիսների ընթացքում նպատակով, այսինքն արագ քաշի իջեցումը չի խրախուսում եւ շատ վտանգավոր է։ Այսպիսով դանդաղ իջեցրեք ձեր քաշը։ Երրորդ մոլորությունը, որ հաճախ խանգարում է քաշի կառավարմանը, կշերքների թիվն է։ Շատ հաճախ անհանգիստ մարդիկ օրվա ընթացքում 15 անգամ չափում են կշերքի վրա իրենց քաշը եւ զարմանում են, որ ասենք ջուր խմելուց բարձրանում է կամ իջնում է քաշը։ Հիշեք, որ քաշը չափվում է, մարմնի կշիռը չափվում է միայն առավոտյան սոված փորին աղիքներ աշխատելուց հետո։ Եվ դա է իրական քաշը։ Օրվա ընթացքում քաշը կարող է բարձրանալ կամ իջնել, թող դա ձեզ չզարմացնի, դրանք օրվա ընթացքում կուտակվող հեղուկներն են, գազերն են եւ այլն։ Օրվա ընթացքում այդքան արագ ճարպային հյուսվածք ոչ քայքայվում է, ոչ էլ ստեղծվում է։ Հաջորդ կետը առողջ քաշի մասին, որ մեր քաշ, այսինքն կշերքների վրայի թիվը, դա հաճախ ոչ միայն ճարպային հյուսվածքն է, դա ցույց է տալիս նաև մեր մկանների կշիռը, ցույց է տալիս հեղուկի քանակը, ցույց է տալիս մարսողական աշխատանքի հետևանքում կուտակվող գազերի քանակը։ Այդ պատճառով սպորտսմենների, ծերերի եւ երեխաների համար մարմնի զանգվածի ինդեքսը ուղղակի չի աշխատում, որովհետեւ ծերերի եւ երեխաների մկանային հյուսվածքը թույլ է զարգացած, իսկ սպորտսմենների մկանային հյուսվածքը այլ լավ է զարգացած։ Նույն ձևի մարմնի զանգվածի ինդեքսը չենք հաշվում հղիների եւ կերակրող մայրերի համար։ Հաջորդ գաղտնիքը առողջ քաշի մասին, որ բացի մարմնի զանգվածի ինդեքսից կա երկրորդ կախարդական չափումը, որը այլ ավելի ցույց է տալիս, թե ինչքան ձեր ավելորդ քաշը կախված է ձեր առողջության հետ։ Դա որովայնի շրջագծի որոշումն է։ Տղամարդկանց մոտ ցանկալի է, որ որովայնի շրջագիծը լինի 102 սանտիմետրից ցածր, իսկ կանանց մոտ ցանկալի է, որպեսզի որովայնի շրջագիծը լինի 82 սանտիմետրից ցածր։ Եվ այսպես սիրելիներս, սա իմ վերջին տեսանյութն էր։ Եղեք ակտիվ ապրեք առողջ ծրագրի շրջանակներում։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հուսով եմ, որ խորհուրդները ձեր համար շատ օգտակար էին։ Եղեք ակտիվ ապրեք առողջ։